Դրամատ էս տխուր դեմքով է եկել ապել բանավեճի թեման խոսալով։ Էսի խոսալու ի՞նչն է խնդիր։ Ես պրոստը կեսից տիանի բանավիճողի դեր վեկալ էի, պրոստը տես կեսից վայելում է, էլ իմ մտքերը տենց էլ շատ չի կենտրոնացա բռնեմ, ինչ ես ասում, որ ակադարձ եմ գոնե օգուտնամ, բայց ապես թե ինչն է խնդիրը։ Շատ խնդալու հարս խալկա հարս գլխի Որտեղ ներսում գած եմ ինքը դուխա Քյաչալ Ջոնի սինսն Այդքան այսպես Հա Ասիր որ գնում ես բանավեճին Հա Ես գիտես ինչ եմ ուզում խոսամ вообще Որ ըստ Հայաստանի mainstream քաղաքական հոսանքների մենք անվտանգության համակարգի կարիք չունենք, որովհետև մի կեսը մեր առջև ծառացած բոլոր խնդիրների լուծումը պայմանավորում է միջավայրին ենթարկվելով, այսինքն եկեք անենք ոնց որ թուրքերն են ուզում, ամեն ինչ կլինի լավ Մյուս կեսը մեր բոլոր վտանգների չեզոքացնող պայմանավորում է երրորդ ինչ-որ մեկի թևի տակ մտնելով մեր քաղաքական երկրակամարում ապեր անվտանգության կարիք չկա Այդ որում դա շատ ցցուն երևում է այն պայմաններում, երբ որ ասում ես, օքեյ, ախպեր, մենք որպես քաղաքացիներ կարիքներ ունենք, էլի, ասենք ուզում եք ախպեր, Վարդանյան Ռուբենը բերդում չլինի Ասում են, օքեյ, ախպեր, հետաբար մենք կանենք Այն ամեն ինչը ինչ որ ասում են թուրքերը եւ գուցե իրանք հետ կվերադարձնեն Ռուբեն Վարդանյանին ու մնացած բոլորին այն ուսկեսն ասում ախպեր մենք կեթանք ինչ որ ազդեցիկ մեկին այնքան լոյալ կլինենք մարդս մեկը դեսար կարողացավ դերսնի հետ բերի որևէ բան ապես պարադիգմից դուրս որ իսկ կարող ենք կարող ինչ որ բան տեխնիկապես ինքներս անենք որ դա տենց չլինի չկա ախպեր այդ խոսակցությունը ու այդտեղից ուզում եմ գամ նրան ախպեր որ այս Ցեպոշկյան անընդհատ կրկնվում է մեր քաղաքական կյանքում անընդհատ բանավեճը ինչ որ նրա մասին է բան ոնց կարելի է լավ ապրել առանց նորմալ պետություն սարքելու ում վզով գանք մնանք ում հաշվին գանք կայֆոտ ապրենք եւ ոնց որ դա հետևանք չի ունենում Մենք որպես քաղաքացիներ պետք է կարողանանք վերաբերում կարտահայտենք դրան այդ մարդկանց հավեսով լեն քաղաքական ապտակ հասցնենք որ իրենք հասկանան որ չի անցնում ախպեր չէ մենք չենք ուզում այդ ձև ապրենք մենք չենք ուզում ընտրություն կատարենք նրա միջև որն է ավելի կայֆ բան գուբերնան թե վիլայեթը Հա ախպեր ես բայց դու հիմա այդ անում գնա նորուժին ասա ախպեր մենք կգանք մեր ծրագիրը կանենք հիմա կոմպետենսը դու ասում ես ես շանս չունեմ պայմանական նորուժի տեսակետից եմ ասում դու ինձ ասում ես ես շանս չունեմ բայց ես խաղի մեջ եմ ես այդ խաղը խաղում եմ դու հենց գնում ես ասում ես սաղին ապտակ եմ տալի ապտակ տալու տեղը արի կպի ինձ ընկեր հա որքան եմ խոսքի 10 հոգի էլի ասիստը ոչ մեկ շանս չունի դու ինչ ես անում ախպեր չգիտեմ ինչ եմ մի բան համապատասխան անվտանգություն եմ Կամ խորանամ այդ բանավեճի մեջ Դե էդի մեջ շոու չի, էդի խոսքի չերեք է խորանալու է, էլի Հա, բայց ես կասեմ իրանք մեր չեն հարկնելու այդ կոնտեքստում Նոր ուժը չէ ես ասում Ասենք նոր ուժ պայմանական ես, ասենք Թաթոյանը Թաթոյանը ասում է ոնց ընկեր ախպեր, խես սա գլխոզում Ում եմ ախպեր անվտանգության ծրագիր տեսել ես երաշխավորված անվտանգություն Հա, ինչի մասին է, երաշխավորոտով է Գնում ես հետո քեզ ասելու են որ մենք ունենք ինչ-որ X բան պայմանական, էլի Ինչ-որ բան, որը որ մտածել են Հիմի դու հայտնվելու ես մի հատ իրավիճակում, որ կամ այդ X բանը պիտի ցմխես Ոսկի մտնես այդ X բանը ցմխելու դաշտ Կամ դուրս է գալի, որ դու պրոստը լղոզում ես ծավին Եթե ցմխես, դուրս է գալի, որ ճիշտ էիր ասում, ախպեր, հավայի խոսքի բան, այդ քո ասած տիածաններ են դուրս գալի հետ Եթե չցմխես, դուրս է գալի, հավայի լղոզում էիր
Բայց իմ հարցերն է, որ կարաս ծբխես իրականում։ Հարցերն է, որ դրանք սաղ բանարացները, այդ իրանք բրոշումների մեջ հայտարարած անվտանգության ծրագիր ինչ-որ բան է, փսլինք է, անվտանգության ծրագիր չի, էլի։ Ապա իմ արձագանքը իրենց մի հատ բան ալու, շանս չունեք ինքեր էդի անելու։ Արիքը մի շանս ունեն, արիքը մի շանս ունեն։ Հայ, նույնիսկ եթե ես կպնեմ դուք շանս չեք ունենալու։ Չէ, ախպեր։ Հիմա նայ, ոնց որ եթե քո միակ արգումենտը այնա, որ ես շանս չունեմ, դրա համար ես դու որոշ ես գնաս աղին չափալախես ընկեր։ Դի արդար չի ախպեր։ Okay։ Լուծումը ինչ է։ Այդ խնդրի։ Ծբխել իրաց անվտանգային ծրագիրը, ոչ թե ասել, որ շանս չունես, այլ ասել, որ դա կենացա։ Okay, այդ դեպքում ինչը կենաց չի։ Կային համար ինչ-որ անվտանգային քաղաքականություն, որը կենաց չի։ Հիմա։ Հա։ Չէ։ Եթե սկսեմ ասել այն ինչը իմ համար կենաց չի, մենք կարող է պրոբլեմ ունենանք նույնիսկ ներսում։ Այդ այս բանավեճի կառուցվածք ենք լոկալ պրոբլեմը։ Իսկ որ ասես ինչ արնել։ Կարաս այդին ասես այն տրամաբանության, որ այս ընտրությունների կենացների մասին է ու բոլորին դեպքում այդ կենացներին չի մասնակցում, բայց եթե տիպը հայտնվես բանավեճի այն կետում, որտեղ որ դու պիտի ոչ կենաց լուծում ասես, ասա ախպեր, ասեմ դες լուծում։ Օրինակ, այսը։ Եթե սա կենացների մրցույթ չլիներ, ես օրինակ սենց բան կասեի, ասա այդ ինչ-որ ասելու է։ Ինչ է դրանք, էլի կիսվիտենանք, էլի Ներսում էլ անգեր, կռիվ կլնի, ասմա, ոնց էի ասում, վյաժում սեբոյ увидел։ Վյաժում սեբոյ, там будет виднее։ Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը որևէ խնդիր չի լուծել իր կազմավորման պարից։ Նա PDF-ը կա, generate հարավը։ Դե հա։ Հա։ Հեշտ է։ Ես չգիտեմ ապա դրան ինչ պատասխանեմ։ Որևէ իրան հարգող հատուկ ծառայություն։ Հարագիրս ճիշտ։ Իր պաշտպանության նախարարին կգանար Ռուսաստանից այդ բերել, ախպեր չեմ ասում Բաքվից մարդ բերեր, որտեղ խոսքի չգիտեմ, ցանց չունենք, մարդ չունենք, ընդհանուր սահման ունենք, որ կարող է բան գժվեն պատերազմով պատասխանեն։ Ոչ մի դեպքում չեմ ասում ախպեր։ Նոր է հիմնադրվում։ Մի երկրում ապա որտեղ դու 2 միլիոնից ավել հայ կա, որ եթե դու ազատ ելումուտ ունես, նոր է հիմնադրվում։ դե ասում գոյություն չունի ախպեր։ Հա հիմնադրման process-ում է, քանի տարի է, 2 տարի է որ կա, թե քիչ է։ Կա այնպես խնդիր դրված։ Ես չեմ կա։ Ես չեմ կարող որ այնպես խնդիր կա։ Դու այդ ծառայության հենց բնույթը այնա որ դու չտենաս։ Ախպեր, երբ որ օրինակ Բեն Լադենի հարցը Ամերիկայի համար լուրջ հարց է, դու քաղաքական գործիչներից լսում ես ապա այդ հարցի մասին, որ այդ հարցը լուծում պետք է ստանա։ Ընդդիմությունը քննադատում է ախպեր, որ խիա ինչև հիմա սաղ Բեն Լադենը, իշխանությունը ասում է, որ ախպեր ամեն ինչ չի, որ այդքան հեշտ է։ Մենք SSS ուղղությամբ առաջ ենք շարժվում, բայց դա լայնածավալ ինֆորմացիայի վերլուծություն է պահանջում եւ այլն եւ այլն եւ այլն։ Ոնց որ կոպիտ ասած, ասես, ախ ինչ են Հայաստանում քննարկում, որ ուստեղ մի հատ F16 սարքեն։ Ախոսի օրինակ այդ հարցի պատասխանը ո՞րն է։ Չէ, նույն կլասի հարց չի։ Նույն կլասի հարց չի։ Ընկեր մենք ոչ մի բան չենք կարող անենք։ Ոչ մի բան չենք կարող անել։ Եվ դե սա համակերպված են դրա հետ։ Ապրես, այդտեղից գալիս է քննարկումը։ Ենթարկվել ինչ-որ մարդկանց, ովքեր կարող են անեն այն թուրքերին։ Կամ գնալ այն մյուսների ոտքերով, ովքեր դա կարող անեն։ Այո։ Այդ ապեր ըստ այդմ ես պնդում եմ, որ Հայաստանը չունի անվտանգության համակարգի կարիք, մի դեպքում վտանգները չեզոքացվում են ենթարկվելով, մյուս դեպքում հովանավորներով։ Մենք ոչ մի բանի կարիք չունենք ախպեր ըստ այդմ։ Այն պարադիգմը, որում գործում է main իշխանական հոսանքը ու main ընդդիմադիր հոսանքը, այդ պարադիգմի պայմաններով ախպեր ջան, մենք պրոստը իմաստ չկա ախպեր որևէ կերպ բյուջե ծախսենք անվտանգության համակարգի վրա, որովհետև լինելու է հետևյալը, մեր շուրջ ոչ մի վտանգավոր բան տեղի չի ունենալու մինչև հաջորդ աշխարհ քաղաքական ցնցում,
Հաջորդ աշխարհական ցնցման ժամանակ կամ մեզ պահելու են այդ մեր գարանտները կամ մեզ պահելու է մեր հպատակությունը խելոքի ենթարկվելը ագրեսորի կամքին կամ եթե դա չի աշխատելու, sense դրանից չի աշխատելու, որովհետև երբ որ քո սաղ պարածիկ մենված անհրաժեշտ կամ պետք է խելոք պահես կամ մեծ աղբեր ճարես, դու չես սարքել աղբեր որևէ այնպես ինստիտուցիա, որը քեզ աշխարհական այդ ցնցումների վաղ կպահի։ Իմաստը որն է, 25 տարի փող ծախսես անվտանգության համակարգի վրա, եթե մեկը հարցը վճռելու է այդ աղբեր։ Այս աղբերը Հայաստանի քննարկում, դրա համար ես ոնց որ իմաստը չեմ դնում, ջոգումս մարդկանց հետ դնեմ խորանան բան, դե պրոֆեսիոնալ է պետք բանակը թե բան ժամկետային։ Օպե ես ուզում եմ։ Ես քեզ ավելին ասեմ։ ԿՊ-ին ասենք եթե ԿՊ-ն լիներ օպոնենտս, ես մի հատ բարձ հարց ունեմ ապա անվտանգության թեմայով բանավիճելուց առաջ։ Իսկ որտեղից է գալիս վտանգը աղբեր։ Որովհետև ըստ իրենց պարադիգմի վտանգը գալիս է մեր ուղեղներից։ Այդ դեպքում աղբեր ջան ոստիկանության զորքեր սարքեք, բանակ չեք սարքում։ Դուբիկո այնքան բզեք գլխից թող ուղեղի սպառնակությունը փոխվի, որովհետև ըստ ձեր պարադիգմի Հայաստան պետությանը սպառնացող միակ վտանգը իմ ուղեղի մեջ աղբեր։ Ով է հարցակվելու, վերացինք չէ աղբեր։ Իրանը չէ, Թուրքիան եւ Ադրբեջանը եւս չեն պատրաստվում հարցակվել մեր վրա։ Մեր պետությանը մի դեպքում կարող վտանգ սպառնա, եթե իմ գլխում ծագեն բան, ավետյաց երկրի հալյուցինացիաներ։ Այդ դեպքում խփեք աղբեր այդ գլխին, այնքան խփեք դու այլ չծագի այդ միտքը։ Այդ Հայաստանի անվտանգության համակարգը պետք է բաղկացած լինի հնարավորինս հաստ դուբինկեքով ոստիկանական ուժերից։ Դրա համար այս տխուր դեմքով է եկել ապրել բանավիճի թեման խոսալու։ Էսի խոսալու ի՞նչն է խնդիրը։ Ես պրոստը կեսից տիանի բանավիճողի դեր վեկալ էի, պրոստը տես կեսից վայելում է, էլ իմ մտքերը տենց էլ շատ չի կենտրոնացա բռնեք, ինչ ես ասում, որ ակադարձ են գոնե օգուտտամ, բայց ապես թե ինչն է խնդիրը, օրինակ ես քո ասածի մեջ, որտեղ է այն խնդիրը, որ դու մտածում ես ներսում ինչ-որ պրոբլեմ ես տենալու։ Ես քո ասածը բոլորին դեմ եմ այգես։ Ես էլ լուծումներին չեմ եկի աղբեր։ Հա, որտեղ ես դու ամեն ինչը ասելու ես, քեզ ասելու եմ, դե ասա, ո՞րն է լուծումը, բա ո՞րն է լուծումը, Միքայել ջան։ Այդ չեմ ուզում ասել։ Okay, ասա ինչ ես ասելու բանավեճի տեղը։ Ատե նա, եթե ճանճի հեքիաթ պատմես, արժեզրկելու ես, ես քո ասածը, ոտից գլուխ։ Լուծում չկա ապել, լուծումը հանրային պատվերն է, այս ժողովուրդը պետք է կանոնի ասի, որ իրան անվտանգություն է պետք աղբեր, որ ինքը Բայց ինչ գիտես որ չի ասում։ Աղբեր չի ասում։ Հա, լավ է ֆիքսեցի, արա, ասեցիր, հիշեցի, որ խոսանոցը դա է ուզում քեզ ասել։ Ընկեր ոնց որ քո բանը կառուցված է նրա վրա, որ դու ասում ես աղբեր ժողովուրդը անվտանգություն չի ուզում։ Ինչ գիտես։ Ժողովուրդը ուզում է, որ իր հողը չգերավեն, Բա իր գլխին բոմբեր չլինի, գտա որևէ կերպ իրանից զրկանքներ չպահանջի։ Ինքը անվտանգության դաշտական պրոդուկտ։ Այդ գնի ինչ գիտես։ Որ ուզում է իր գլխին բոմբեր չգնեն։ Սև հումորանը։ Լավ։ Հունիսի 7-ի վրա վերազան տեսե աղբերս։ Ինչ ես։ Հաղթում տեղը կտնաս։ Հայաստանի էլեկտորալ, բայց Հայաստանի ողջ քվեների պատկերը, բևեռացված ալնելու երկու առանցքի շուրջ, որոնցից երկուսն էլ մարդկանց խոստանում են, որ իրանցից ոչինչ չի պահանջվելու անվտանգության համար։ Okay, ախպեր կարող եմ մի հատ ուժեր պետք որ հեններ ասել որ պահանջվելու է ու այդ ուժին ընտրային ընկեր։ Կամ լավ ուրիշ բան ասեմ, եթե դենտ ուժեր կա որ հենում ասում է որ դուք դիզերկանքների գնաք ու առաջարկում է այդի։ Երբ որ ինքը շանս չունի ընտրվելու, էդի խոմ նրանից չի որ ժողովուրդը չի ուզում ախպեր։ Էդի նրանից է որ այս հասարակության քաղաքական շերտը կառուցված չի ախպեր ժողովուրդը ինչ է ուզում կամ ինչա չի ուզումի հիման վրա։ Դրա շուրջ չի կառուցված ախպեր։ Դրա կառուցված է նրա շուրջ թե ոնց կարաս բան ակնթարթորեն շահես մարդկանց սրտերը, ասենք ինչ-որ 3 շաբաթվա մեջ, որ կես ձեն տան, դրա շուրջ է կառուցված։ Անցելա պատերազմի ավարտից 6 տարի ախպեր։ Ընտրությունները համարյա 6-րդ տարվա ծնվալու վաղ տալնելու։
Հնարավոր է արդյոք Հայաստանի սահմանի, պահպանվող սահմանի երկայնքով ամեն կիլոմետրի հաշվով 3 սնայպեր ունենալ։ Չեմ կարծում, թե դա անհնար խնդիր է։ Հնարավոր է պայմանավորվել ինչ-որ մեկի հետ, այդ ում հետ որ պետք է պայմանավորվես, որ եթե մազը ծռվի ինքը իր բան ողջ էսկադրիլյան օդա հանելու։ Հնարավոր է պայմանավորվել այդ ինչ-որ մեկի հետ, օքեյ, ռազմական համագործակցություն չես կարող կնքես, բայց ասենք քո երկրից մարդիկ գնան իրանց մասնավոր ռազմական կազմակերպություններում աշխատել ախպեր։ Դա հանում ենք, ասել անում ենք դրանք ախպեր։ Ինչ արդյունք ունեք ախպեր, ինչքան պրոդուկտ ունեք։ Այնքան որ խոսքես սնայպերի զենքը տալիս են զինվորին 8 ամիս 9 ամիս ծառայության ընթացքում մի հատ տիկետ զենքով կրակած չի լինում, ծնողը խոսքի խենքի գլխին մարդանում, այդ երեխուն վեկալում է իր օդպուսկի ժամանակ։ Օդպուսկի ժամանակ ընկեր։ Ծնողը երեխուն վեկալում է բերում է ազատազեն, ասում է ախպեր իրան էս 3-3-8 զենքից են տվել։ Կստեք սովորացնենք իրան կրակելը, որ գնա կրակել իմանա էդի։ Այդպես էֆեկտիվ է։ Այդ է, հիմա այս հարցերը լուծելու ենք, թե չենք լուծելու։ Շաբաթը մեկը դրոն է հավաքում ազգը փրկող նպատակներով։ Այդ անտերը ռացիա կա ախպեր մարդկանց ձեռը, թե էլի բնը Nokia-ով ենք բոյը կառավարելու։ Չէ՞ բայց երբ որ սկսել են հարցերն արտիկուլացնել, գալի հանդիպում է շատ պարզ խնդիրների բիտալու։ Հարցը այն է, որ հենց խնդիրը պարզ է դառնում, այ կոնկրետ որն է այն հարցը, որ պետք է լուծվի։ Հայերի մոտ մի հատ շատ նենգ միտք է սկսում ծագել, որ դե չէ, շատ ենք պրիմիտիվացնում, խնդիրը գլոբալ, արժեքային է։ Այդ է ապե պրոբլեմը, որ երբ որ գալիս ես այսպես քիթը արդեն կպնում է նրան, որ արա էսի է պրոբլեմը։ Սկսես գործանել։ Այդ որ կպնում է, սկսես գործանել, գնում ես, օր չես սպասիլ է։ Հենց ջոգում ես, որ բան է, ոնց որ պաշտպանված սահմանը դա իրանից ենթադրում է խոսքի մի քանի 100 խորանարդ մետր բետոն, գրուզավիկ, զորով, զաստավիտով, վախի ու սպառնալիքի տակ թեկուզ շոֆերներ գրուզավիկների, ովքեր պատրաստ են ապե խփվելու ռիսկի տակ եթան սահմանի վրա տեխնիկա աշխատացնեն, այդտեղից սկսում է բան անել, բայց եկեք այնուամենայնիվ ավելի հայեցակարգային նայենք, աշխարհաքաղաքական իրողությունները փոխվում են։ Ախպեր այսքան շինթույլտվություն են տվել Երևանում։ Ես ասում եմ, ինքեր որ կառուցապատողը պատրաստ չի իր տեխնիկան սահմանում ծառայեցնի ու քվոտա պետք կոնկրետ դնել։ Այսքան քառակուսի ունես, այսքան ժամ պետք է աշխատես ախպեր։